Երեք օր Երևանում կինոյի տոն է լինելու։ Եվրասիա կինոֆեստ խոշոր փառատոնը հասել է Հայաստան, ԱՊՀ 6 երկրում նկարահանված ֆիլմեր կցուցադրվեն։ Կներկայացվեն ֆիլմեր, որոնք ստեղծվել են Ռուսաստանում եւ այլ երկրներում։ Ցավոք չենք կարող ներկայացնել բոլոր մասնակից երկրների ֆիլմերը, սակայն աշխատել ենք, որ ԱՊՀ որոշ երկրներ այստեղ ներկայացված լինեն։ Եվրասիա կինոֆեստի հատուկ հյուրերը ռուս հայտնի դերասան-դերասանուհիներ են, որոնք մարտի 11-ից 13-ը նաև վարպետության դասեր կանցկացնեն Երևանում։ Կազմակերպիչները վստահ են, եվրասիական, հատկապես ԱՊՀ երկրների կինոարտադրությունը հաղորդակցության եզակի հարթակ է, որը միավորում է հետխորհրդային երկրները։ Այսպիսի ֆորումները օգնում են ու եւս մեկ անգամ ցույց են տալիս կինոյի կարևորությունը, ճիշտ կինոյի նշանակությունը։ Սա նաև կարևոր քայլ է մեր երկրների հարաբերությունների համար։ Եվրասիա կինոֆեստն առաջին անգամ անցկացվել է Ղրղզստանում փետրվարին։ Փառատոնը համախմբել է ավելի քան 3000 երիտասարդ մասնակիցների, այնտեղ ստեղծվել է Եվրասիական կինոմատոգրաֆիստների երիտասարդական ասոցիացիա, երիտասարդ կինոգործիչներին աջակցելու եւ համատեղ կինոնախագծեր մշակելու համար։ Անհրաժեշտություն կա փոխանակվել այս վերջին ժամանակահատվածում, մշակութային կինոյի, ասենք ասենք կինոյի ոլորտում ձեռքբերումներով եւ միանշանակ պնդում եմ, որ եվրասիական ուղղությունը, եվրասիական մշակույթը, մենք եվրասիական մշակույթից ենք, մենք բոլորս։ Առաջիկայում Եվրասիա կինոֆեստը կանցկացվի նաև ԱՊՀ այլ երկրներում։ Էդգար Ղուշչյան, Նորայր Շարբաթյան, Հայլուր։